Բարև ձեզ, հարազատներ ջան։ Ուրախ եմ, որ այս առիթ ունենք եւս մեկ անգամ Տիրոջ ողորմությամբ, Տիրոջ շնորհքով մեկս մյուսին տեսնելու։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք ոչ միայն մեկս մյուսին տեսնելու, այլ միասին ինչ անելու, Տիրոջը փառաբանելու, Տիրոջը մեծարելու, Տիրոջը խոսքի մեջ լինելու։ Աստվածա, որ մեզ միաբանում է, Տերն է, որ մեզ միաբանել է իր խոսքի շուրջ, որտեղ ամեն մեկս ապրում ենք մեր կյանքով, ամեն մեկս մեր ընթացքի մեջ, ամեն մեկս մեր հոգսերով, մեր ընտանիքներով, մեր ազգականներով, բայց Քրիստոսով Տերը մեզ ինչ դարձրեց, եղբայրեր ու քույրեր։ Սրա մեջ այդ գեղեցկությունը, որ գուցե արունակցական կապեր չունենք, բայց ավելի ուժեղ կապեր ունենք։ Որտե Տիրոջ կապն է, որտեվ կարող ենք մեր երկնավոր հորը հայր անվանել, որտեվ որդեգրվեցինք։ Դրանով է ու սրանով է այդ գեղեցկությունը։ Ուրախ եմ, որ այս առիթը ամեն անգամ չեք բաց թողնում Տիրոջը մեծարելու, Տիրոջը պաշտամունք բարձրացնելու։ Գիտեք, եկեղեցիներ կան, մարդիկ կան, որոնք որ բնականաբար ուզում են, որ մարդիկ գնան պաշտամունքի եկեղեցի եւ այլ մեթոդներով են փորձում մարդկանց գրավեն։ Որոշ մարդկանցից ես ինքս եմ անձամբ շատ լսել, որ ասում են Կիրակի օրը դա ինչպես որ Աստված հստակ պատվեր էր տվել, որ 6 օր աշխատի 7-րդ օրը իմն է, սա հենց այդ հրական պատվերն է, ու մենք որպես պատվեր պետք է կատարենք ու գանք պաշտամունքի։ Դեք առաջին հայացքից ինքը բավականին հոգևոր է հնչում եւ ասում ենք դե հա էլի այդ ձև պետք է լինի։ Բայց եթե նայում ենք, տեսնում ենք խոսքին, տեսնում ենք, որ մենք հրական շաբաթի հետ կապ չունենք։ Հրյաները երբեք այդ հանգստությունը չգտան, այն հանգստությունը, որ Տիրոջից է գալիս։ Այլ Տիրոջմով մենք մտանք հանգստության մեջ եւ ամեն օրվա մեր օրը ինչ է Տիրոջ մեջ հանգիստ է։ Իսկ Կիրակի օրը հավաքվում ենք ինչի համար։ Հավաքվում ենք, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր հարություն առել այդ օրը։ Հավաքվում ենք, որտեղ պատվեր ունենք մեկտեղ հավաքվելը չթողնենք։ Որտեղ դա մեր ներքին փափագն է, ցանկությունն է, որ ուզում ենք մեկս մյուսով միասին Տիրոջը փառաբանել, Տիրոջը մեծարել։ Դրա համար եմ ասում, սա օրենք չի, որ սահմանված է, որ եթե օրինակի համար չեկար, չգիտեմ, անեցք է գալու կամ ուրիշ ինչ-որ բաներ է լինելու։ Սրա մասին չի խոսքը գնում, սիրելիներ։ Դա ներքին մեր փափագն է, որ ուզում ենք որպես հոգևոր ընտանիք ինչ անենք, այս շփումն ունենանք, այս հաղորդակցություն ունենանք, Տիրոջ խոսքի մեջ լինենք։ Եվ ուրախ եմ, որ այս գիտակցությունն ունեք։ Ամեն անգամ, երբ որ ամեն առավոտ արթնանում եք, եթե ինչ-որ կերպով բեռ է դարձել ձեզ համար ծառայության մասնակցելը, պաշտամունքին մասնակցելը, ծառայելը, աղոթք արեք, որպեսզի Տերը փոխի, որպեսզի ինչ-որ մի բան ստիպված չանենք, որտեվ ստիպված անելը Աստծուն հաճելի չի։ Եթե ես ստեղից պետք է ստիպված քարոզեմ, ավելավա լուր մնամ ու խելոք նստեմ այնտեղ, որտեվ դա Տիրոջը չի փառավորելու։ Այո, լինում են դեպքեր, որ տկարանում ենք, ընկնում ենք ու կարիք ունենք նորոգվելու։ Կարիք ունենք խնդրելու, որպեսզի Տերը մեզ նորից նորոգի, նորից ասեմ այն առաջվա այն սերը, որ ունեի Տեր Աստված, նորից բորբոքի սրտիս մեջ։ Գուցե մեղքեր են, գուցե հոգսեր են, գուցե ինչ-որ բաներ են, որ ինչ են, ծանրացրել են ինձ։ Բայց Տիրոջ մեջ նորից հանգստություն պետք է գտնեմ։ Բայց տերունական օրը նորից ինձ հիշեցնելու է, նորից ասելու է, որ Տերս հարություն է առել, ու ինձ կյանք է պարգևել։ Այսօր շարունակելու ենք Եբրայեցիս նամակի մեր սերտողությունը, խոսելու ենք Աստծո սիրո մասին, որը որ արտահայտվում է խրատի տեսքով։ Գիտեք, երբ որ մարդը դժվարությունների, նեղությունների միջով է անցնում, շատ դեպքերում կարող է մարդու մոտ կասկած առաջանա կամ հարց առաջանա ուր Աստծո սերը։ Ես այս վիճակում ինչու չեմ կարողանում տեսնել Աստծո սերը։
որտեղ է Աստծո սերը։ Եվ այստեղ հեղինակը փորձելու է նկարագրությունը տանի որդի եւ հայր հարաբերության մեջ, որտեղ որ հայրն էլ կարա ինչ անի, խիստ լինի, խրատ անի զավակին եւ գուցե այդ ժամանակ զավակը ինչ է անում, չի տեսնում, չի նկատում հոր սերը, բայց այդտեղ խրատելով հայրը ցույց է տալիս, որ իր զավակին սիրելու է։ Համար ուզում եմ, որ այս քարոզի ընթացքում, եթե նեղության մեջ ենք, եթե դժվարությունների միջով ենք անցնում, եթե նույնիսկ քարոզ ենք լսում, որը որ մեր սրտին դառնա ծանր է նստում, սա ոչ թե տեսնենք որպես ինչ որ մի բան, որը որ կարծես թե չի ցույց տալի Տիրոջ սերը, այլ հակառակը դա օգնի, որ տեսնենք, որ հայրը քանի որ սիրում է, դրա համար էլ ինչ է անում, խրատում է։ Եկեք ընթերցենք Եբրայեցիս 12-րդ գլուխ 4-ից 7 համարները։ Բացեք Եբրայեցիս 12, ընթերցելու ենք 4-ից մինչև 11 համարները։ Գիշեք խոսեցինք մրցավազքից, խոսեցինք անցած անգամ, որ քրիստոնյան պետք է պատրաստ լինի վազելու, մեկը որ Քրիստոսին է պետք է վազի, ու հիմա դրանից հետո հեղինակը անդրադառնում է կարևոր մի քանի խոսքերի։ Խնդրում եմ, սա ձեր մտքին ունեցեք, մեկը մյուսի հետ կապակցված է։ Եբրայեցիս 12, 4-ից 11։ Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել մեղքին հակառակ կանգնելու եւ մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների։ Որդյակ իմ, Տիրոջ խրատը մի անարգիր եւ ոչ էլ նրանց հանդիմանվելու ժամանակ վհատվիր, որովհետեւ Տերը ում սիրում է, խրատում է։ Պատժում է ամեն զավակին, որին ընդունում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիներ կվարվի։ Որ որդու հայրը չի խրատում, բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք, եւ ոչ հարազատ որդիներ, մենք եւս մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք, որ չափ առավել պետք է հոգիների հորը հնազանդվենք, որ ապրենք, որովհետեւ սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք, եւ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս ես գեղեցիկ օրվա համար։ Շնորհակալ ենք ով Հայր, որ շարունակ որպես քո որդիների մեզ խրատում ես եւ խոսքիդ միջոցով խոսում ես մեզ հետ ով Տեր։ Աղոթում եմ, որ այցելություն անես այստեղ գտնող ամեն մեկից Տեր եւ դու խրատես մեզ։ Մեր սիրտը պատրաստ անես, որպեսզի խոսքդ առնենք Հայր եւ խոսքովդ լցված գնանք ու գործենք, կիրառենք մեր կյանքերում չկասկածելով քո սիրո, քո ողորմության, քո հոգատար լինելու վրա Տեր։ Օգնի, որ ամեն բան ինչ որ լսենք, ոչ թե մարդկային իմաստությունից բխված լինի, այլ միմիայն քո խոսքի ճշմարտությունից Տեր։ Ուստի դու փառավորվիր եւ դու մեծարվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Գիտեք, երբ որ նման տողեր են կարդում, պետք է հասկանանք նախ եւ առաջ ինչ ենք մինչեւ այդ անցել։ Եթե ուշադրություն դարձեցիք այս ամեն ինչից, երբ որ ասեց, որ պատրաստ եղեք վազելու մրցավազքի, դրանից հետո եւս մեկ զգուշացում է բերում։ Եթե Եբրայեցիս նամակը հիշում եք, մենք ընթացքում տեսանք, որ 5 զգուշացում կար կամ 5 սենց սուր խոսքեր կար, որ հեղինակը ասել էր ժողովրդին։ Անընդհատ կրկնում էր այս մի բանը, որ եթե Քրիստոսինն եք, փրկություն ունեք։ Եթե Քրիստոսի զոհը մերժել եք, այլևս փրկության այլ ճանապարհ չկա, այլևս այլ փրկություն չկա։ Եվ գիտենք, որ վտանգ կար հրեաներին, որ փորձում են ինչ որ կերպով ուզում են կարծես հետ վերադառնային իրանց ինչին, այն հին ծիսակատարությանը, հին օրենքին, գնային այն հին կյանքին, որից որ ժամանակին բավականին նեղություն կրելով որոշում էին կայացել կտրվել ու որոշում էին կայացել հետևելու Հիսուսին։ Հիմա ստեղ վերջի կարծես զգուշացումն է տալի, ասում է տեսեք։ Դուք դեռևս չեմ տեսնում, որ այդ մեղքի դեմ պայքարում եք, այդ մեղքը անհավատությունն էր։
Այդ մեղքը անհավատությունն էր, որ կարծես այդքան ասում եմ ձեզ, այսքան խոսքը փոխանցել եմ, այսքան ձեզ հետ ցույց եմ տվել 5 տականից էլ օրինակը, բայց դեռ չեմ տեսում, որ դուք իրապես պայքարում եք, որպեսզի ճշմարտապես Հիսուսին հավատաք եւ հետևեք իրեն։ Ու դրա համար վերջի զգուշացումն է տալիս։ Ուրեմն ասում է, այս խրատը ինչ որ ձեզ ասել եմ, նրանք ովքեր որ կլսեն, իմացեք որ կշահեն։ Իսկ այն մեկը որ խրատը անարգելու է, ասում դուք մոռացել եք մի բան, այսի նոր բան չեմ ասում ձեզ։ Այսինքն մենք առաջինը Տիրոջ սերը տեսնում ենք, որ խրատի միջոցով արտահայտվել է իր խոսքի մեջ, շատ հստակ։ Ուզում եմ կարդանք եւս մեկ անգամ 5-ից 6 համարները։ 5-ից 6 համարները։ Եվ մոռացել եք այս խրատը, երբ որ ասում եմ մոռացել եք, նշանակում է ժամանակին դրա մասին շատ հստակ ասվել է, դուք գիտեիք դրա մասին։ Մոռացել եք այս խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների, ուշադրություն դարձրեք։ Որպես հրյա Աստված իր զավակների հետ խոսել է, ժամանակին շատ հստակ ասել է, ու հիմա մեջբերում անում Առակաց գրքից։ Որդյակիմ, Տիրոջ խրատը մի անարգիր, եւ ոչ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր, որովհետև Տերը ում սիրում է, խրատում է, պատժում է ամեն զավակի, որին ընդունում է։ Եվ սա տեսնում ենք, որ Առակաց գրքից 3-րդ գլուխ 11-ից 12 համարների մեջ է այս ամեն ինչը ասում։ Այսինքն ինչ է ուզում ասի։ Այս ամեն ինչ որ ասել եմ, գուցե ձեզ համար շատ խիստ են խոսքերս հնչել, բայց ասում եմ սրանից ինչ եք վհատվում։ Խոսքը սրա մասին չի ասում, որ եթե որդի եք, հայրը ինչ է անելու, խրատելու է ձեզ։ Հետևաբար, եթե հիմա տրտմած եք, ասում եք, չէ, գիտես ինչ կա, խոսքերը շատ խիստ են։ Շատ խիստ է մեր ականջին, նման ձևով Աստված չէր վարվի։ Ինչ ասում, չէ, ասում դուք մոռացել եք։ Մոռացել եք, որ հենց Աստված ինքն է ասել, որ եթե որդի եք, ուրեմն ինչ պետք է անեք, պետք է խրատ լսեք։ Ու սա Աստծուց ընդունեք, այլ ոչ թե ինչ որ մարդկային խրատ կամ մարդկային ինչ որ ցավացնելու մի բան, որ ուզում ենք ուղակի ձեզ մի նոր բան ասենք, տեսեք մենք ինչ լավն ենք, իսկ դուք տեսեք ինչ վատն եք։ Սրա մասին չի ասում խոսքը գնում։ Մենք շատ հստակ տեսնում ենք, որ Տիրոջ սերը, Հոր Աստծո սերը արտահայտվել է նաև խրատի տեսքով։ Ու շատ հստակ սրա մասին խոսքն է ասում։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 14-ից 17 համարներն եմ ուզում կարդամ։ Հռոմեացիս 8 14-ից 17 Ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, ուշադրություն դարձրեք։ Նրանք Աստծո որդիներ են։ Ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են։ Որովհետև դուք ծառայության հոգին ստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին ստացաք, որով աղաղակում ենք Աբբա Հայր, նույն ինքը հոգին է վկայում մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք, եւ եթե որդիներ ենք, ապա նաեւ ժառանգներ, Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Ուշադրություն դարձում եք այդ կապը։ Եթե Տիրոջ զավակներն ենք, Տիրոջ որդիներն ենք, ուրեմն իր հոգով ենք առաջնորդվում։ Ուրեմն պետք է վարվենք այնպես, ինչպես որ ինքն է կամենում։ Եվ եթե Տիրոջ փառքին, եթե Տիրոջ չարչարանքներին էլ ինչ եղանք, հաղորդակից եղանք, մասնակից եղանք, ուրեմն նաև փառքին էլ ենք մասնակից լինելու։ Չենք կարող ասենք, դե մենք որդիներ ենք, մենակ պետքա փառքին մասնակից լինենք ու վերջ։ Ինչ չարչարանքներ, ինչ բաներ։ Ոնց կարող է տենց բան լինի։ Գիտեք, մենք շատ անգամներ նման հոգևոր մանուկների պես ենք վարվում։ Մենք կարծում ենք, եթե Քրիստոսինն ենք, ուրեմն որևիցե խնդիր, որևիցե բան չպիտի ունենանք։ Այլ հակառակը, ստեղ ասում է, եթե չարչարանակից ենք եղել, Քրիստոսի հետ այսօր այս կյանքում դժվարություններ կրում ենք, ուրեմն նաև փառքին էլ մասնակից կլինենք։ Հետևաբար մենք պետք է հստակ հասկանանք, եթե խոսքն է սրա մասին ասում, որ Տիրոջ սերը նման ձևով է արտահայտվում։ Հիսուս Քրիստոսը ինչ ասեց։ Ասեց նայեք ինձ, եթե ինձ հալածեցին, ինձ չարչարեցին, ձեզ ինչի պիտի մարդիկ խնայեն։ Նույն կերպով էլ ձեզ են վարվելու։
Հիմա հարցը առաջանում, բայց դեպքում Տերը ինչի է այս ամեն ինչը մեր կյանքում թույլ տալիս։ Թույլ է տալիս ու նման ձևով ինչ անում, խրատում է, դաստիարակում է։ Թույլ է տալի, որ մեր կյանքում դժվարություններ լինի, որ մեր հույսը ամեն վարքյան, ամեն պահ կապենք ում հետ։ Մեր անձի, մեր ուժի վրա, թե կապենք Աստծո հետ։ Մենք երբ որ մեր երեխաներին դաստիարակում ենք, ինչ ենք անում, խրատում ենք, դեպքեր է լինում, որ նույնիսկ թույլ ենք տալի գուցե այդ երեխան սխալ գործի։ Ինչի՞։ Որտեվ երբ որ սխալ գործեց, մի անգամ ինքը ցավը զգաց, դրանից հետո շատ ավելի իրան հեշտ է լինելու բացատրելու, որ գիտես ինչ կա տղաս, արի այս բանից դու հեռու մնա։ Ես չեմ ասում, որ ասենք գնանք ծայրահեղությունների, բայց այո, դեպքեր են եղել օրինակի համար, երբ որ երեխաներից փորձում էի սովորացնել, թե տաքը ինչ է, ճիշտ է, եռման բաժակը չէր, բայց թույլ եմ տվել, որ տաք բաժակը կպնեն։ Ինչու որ մյուս անգամ, երբ որ եռման բաժակ լինի, հանկարծ ու հանկարծ ձեռքը չվերցնի խլի։ Այո, այդ ժամանակ մի փոքր ցավ է կրել, միգուցե ձեռքը մի փուճուր վառվել է, ինչի, բայց դրանից սովորել է, որ երբ որ Տերը նման ձևով մեզ հետ է վարվում, մեզ հետ է խրատում։ Մենք չպետք է ասենք, բա ուր է Տիրոջ սերը։ Խոսքն սրա մասին շատ հստակ ասէ, թե 5 կտականի ժամանակ, թե նաև նոր կտականի ժամանակահատվածում շատ հստակ է խոսքը մեզ տված։ Որ եթե Տերը սիրում է, նրան ում որ սիրում է, ինչ պետք է անի նաև խրատի, ու ում որ խրատում է, նա էլ իր որդին է։ Հիմա ուրիշ բան ասեմ, պատկերացեք, եթե ձեր կյանքում խրատ չստանայք։ Պատկերացեք, եթե ձեր կյանքում Տիրոջ նույնիսկ այդ ապտակը չտեսնեիք։ Այդտեղ ինչ կասկած էր առաջանալու, որ գուցեև զավակել չենք։ Գուցեև Տիրոջն էլ չենք, հա։ Որ ամեն ինչ կարծես մեր կյանքում նորմալ է, հալածանք չենք կրում ուրիշ մարդկանցից։ Ու գիտեք, երբ հալածանք չեք կրի ուրիշ մարդկանցից, երբ որ այդ մարդկանցից չեք տարբերվի։ Երբ որ ամբողջի մեջ դուք եք վարվում այնպես, ինչպես որ բոլորն են վարվում, ինչ հալածանք պիտի կրեք։ Իրանք գողանում են, դուք եք կգողանաք, իրանք ստում են, դուք եք կստեք, իրանք հայոյում են, դուք եք կհայոյեք, որևիցե բանով չեք տարբերվելու, ոնց հոսքը տանում է, տենց է գնալու եք։ Բայց եթե Տիրոջն ենք, եթե ապաշխարություն դարձ է եղել, այսինքն մեր մտքի 100%-ով փոփոխություն է տեղի ունեցել, հիմա մեր հայացքը դեպի Քրիստոսն է, հակառակ ենք աշխարհի գնում, հալածանք պիտի կրեք, սիրելիներ։ Ամեն ուր եք այս խնդրի առաջ կանգնելու եք եւ այո այդ հալածանքի միջոցով Տերը խրատելու է մեզ։ Հակոբոս առաքյալը իր առաջին այս նամակի մեջ ինչ ասաց։ Ասաց, երբ որ կերպ նեղությունների մեջ եք ընկնում, ինչ արեք, լացեք, տրտմեք, ասեք Աստված չկա, չասում ուրախացեք։ Ու դրանից հետո բացատրում է, տալիս է պատճառը ինչի ուրախանաք, որտեվ նման ձևով Տերը ինչ անելու, ձեզ մշակելու է, դարձնելու էլ ավելի քրիստոնյաներ, էլ ավելի նմանվելու է Քրիստոսին։ Սա չէ մեր նպատակը, որ մեր կյանքի ընթացքում օր-օրի այն հին Արտուրը ինչ անի, գնալով ցածրանա ու Արտուրի մեջ Քրիստոսը բարձրանա։ Որ մարդիկ տեսնելով ոչ թե տեսնեն են մեղավոր մարդուն, այլ տեսնեն Քրիստոսին։ Իսկ դա հենց այնպես չի ստացվում, դրա համար կարիք ունենք խրատի, կարիք ունենք նման ձևով անցնելու։ Եվ դրա համար գուցե այնտեղի նստած հրյաները խնդրի առաջ էին, նորից կանգնած էին հալածանքների առաջ։ Նորից կանգնած էին շատ մարդիկ իրանց ազգականները, բարեկամներն ասում էին անգելեք այդ աղանդավորների ձեռքը։ Մենք մեր պապերի հավատքն ունենք, մենք մեր տաճարն ունենք, մենք մեր քահանաներն ունենք, ինչ Քրիստոս, ինչ հավատք, քո կյանքով ապրի, քո կյանքդ վայելի։ Գիտեք, քանի անգամ են տարիքով մարդիկ ինձ ասել դե ջայլ տղա ես գնա կյանքդ վայելի, ինչ հավատք, ինչ հոգևոր կյանք։ Ու ազնիվ կերպով մարդը նման ձևով ասել է, որ կարծես թե ես իմ այսօր ես ընկել, քեզ պետք է 1000 տարի։ Մենք մեր լավ բաներն ունենք։ Հիշեք մի բան, Աստծո խոսքը շատ հստակ ասում է. Տերը ում որ խրատում է, նրան սիրում է։ Դա ցույց է տալի, որ դու իր զավակն ես։ Դրա համար նեղությունների ժամանակ մի տրտմիր, մի ասա Տեր ինչի եմ այս ամեն ինչի մեջ անցնում, այլ հակառակը, սա առիթ է, որպեսզի մենք այդ ամեն ինչի մեջ Տիրոջ ձեռքը տեսնենք։ Տիրոջ խրատող ձեռքը տեսնենք, որտեվ եթե չի խրատում, ուրեմն գուցե եւ զավակել չենք։ Երկրորդը դրանից հետո հեղինակը փորձում է բերի մեր սեփական փորձառությունը, մեր սեփական օրինակը 7-ից 9 համարները կարդանք։
Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Որ որդու հայրը չի խրատում։ Ուշադրություն դարձնում եք, ասում եմ, եթե համբերեք, այս խրատին համբերեք, որդիներ կանվանվեք, որդիներ կլինեք, որտեվ այս խրատը, որ ձեզ տվել եմ, այս խրատը, որ ձեզ փոխանցել եմ, այս խոսքը, որ ձեզ փոխանցել եմ, ձեր լավի համար եմ փոխանցել, որպեսզի որդի դառնաք, որպեսզի տիրոջը դառնաք։ Ու դրանից հետո ասում եմ, պարզ ուզում եմ օրինակ բերեմ։ Ասում եմ, հայր ունեք։ Ձեր հայրերը ձեզ խրատել են, թե չէ։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորը մասնակից են, ուշադրություն դարձրեք, բոլոր քրիստոնյաներն ասում են, այդ խրատին մասնակից եք։ Եթե դուք հանկարծ դրանից դուրս մնաք, ուրեմն խորթեք եւ ոչ հարազատ որդիներ։ Մենք եւս մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով նրանցից ամաչում էինք։ Որչափ առավել պետք է հոգիների հորը հնազանդվենք, որ ապրենք։ Ուզում եմ ուշադրություն դարձնենք ընդհանրապես մի փոքր կոնտեքստին։ Եթե 5 տականը կարդացել եք, գիտեք, որ օրենքի շրջանակում, նույնիսկ հրյաների մոտ, որդին մինչև չափահասության հասնելը լիարժեք գտնվում էր ծնողների կամ ավելի ճիշտ հոր հեղինակության կամ հոր պատասխանատվության տակ։ Եվ նույնիսկ, ասում, եթե ծայրեղություն կար եւ որդին անարգում էր հորը ամեն դեպքի, հայրը իրավունք ուներ առաջ բերելու երեցների կամ ծերակույտի առաջ ու դատ անելով քարկոծելու, սպանելու։ Հիմա սա հրեական կոնտեքստն է։ Ասեմ, հռոմեական կոնտեքստը որոշ առումով ավելի խիստ էր։ Եթե հրեաների մոտ կար չափահասություն, հռոմեական կայսրության մեջ չափահաս հասկացողություն չկար։ Որդին մինչև հոր մահը իր հոր հեղինակության տակ էր գտնվում ու կապ չունի ինչ պաշտոն է զբաղացնում։ Կարող է լիներ օրինակի համար քաղաքի ղեկավար, բայց հայրդ քեզանից բարձր էր։ Ու հայրդ իրավունք ուներ ամեն կերպ որդու վրա, նույնիսկ կյանքը խլելու։ Եթե ասենք տենց հարց էր գալիս, այո, մի փոքր քննարկում էր լինում բարեկամների շրջանակում, բայց հայրը իրավունք ուներ իր որդուն ցանկացած տարիքում կյանքը հետ վերցնելու եւ օրենքով դա իրան թույլատրելի էր։ Ասեմ ավելին, եթե նույնիսկ տղան ամուսնանում էր, հարսը ու տղան նորից մտնում էին հոր այդ հեղինակության տակ։ Եվ հայրն էր որոշում օրինակի համար իրանց այդ երեխան, որ ծնվել է, ապրի, թե մահանա։ Ինքն էր որոշում ամեն բան, մինչև որ ինքը մահանար, երբ որ մահացավ, այլևս այդ հեղինակությունը 0 էր դառնում եւ արդեն որդին իր որդիների վրա մինչև կյանքի վերջ այդ իշխանությունը ուներ։ Ինչի եմ սա ուզում պատմեմ, որովհետեւ լսողները շատ հստակ սա հասկանում էին, թե ինչ է նշանակում հայրը, որ մենք երկրավոր հայր ունենք։ Դրա համար ասում են ինչ էինք անում, վախենում ենք։ Ուշադրություն դարձեցիք 9-րդ համարի ամենավերջում։ Ինչ է ասում։ Մենք եւս մեր մարմնավոր հայրերին խրատով ունենալով նրանցից ամաչում էինք, որքան առավել պետք է հոգիների հորը հնազանդվենք, ուշադրություն դարձնենք, որ ինչ լինի, որ ապրենք։ Իրանք շատ հստակ հասկանում էին, որ հայրը, նույնիսկ երկրավոր հայրը, իրանց կյանքի վրա իշխանություն ունի։ Հիմա ասում եմ, եթե ձեր երկրավոր հայրը այդ ձևի իշխանություն ունի ձեր վրա, որքան ավելի այն երկնավոր հայրը իշխանություն ունի։ Դրա համար Աստծո խոսքն ասում է, մի վախեցեք նրանից, ով որ ձեր մարմինը կարա սպանի։ Վախեցեք նրանից, ով որ հոգու վրա իշխանություն ունի ու կարա գեհենը գցի։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, այո, մեր կյանքում հիմա այդ հարցը չի, մենք հիմա ուրիշ մշակույթի շրջանակում ենք ապրում։ Բայց այնուամենայնիվ Աստծո խոսքը շատ հստակ ասում է, որ պատվիր քո հորն ու մորը, մինչև այդ չափահասությունը, մինչև որ դու ընտանիք կազմես եւ առանձին միավոր դառնաս, դու դեռևս քո ծնողների իշխանության շրջանակում ես։ Այս շրջանակում այդ պատվելը հորն ու մորը, այս օրինակը բերում է ինչի, որպեսզի մեր առաջ շատ հստակ լինի։ Հիմա հարց նորից, հիմա փորձենք հիշենք մեր մանկությունը։
Այո, դեպքեր են եղել, որ գուցե ծնողները մեր նկատմամբ խիստ են վարվել։ Ես հիմա չեմ ասում ծայրահեղություններին, որտեղ կան հայրեր, որոնք որ կան մայրեր, որոնք որ ճիշտ վերաբերմունք չունեն իրենց ծնողներին, երեխեքի նկատմամբ։ Ուղղակի չափից ավելի գուցե խիստ են վարվել, չափից ավելի ինչ որ պահանջկոտ են եղել։ Սրա մասին չեմ ասում։ Օրինակը վերցնեմ, եթե պարզ մեկն ա, որ իսկ սրտե ցանկացել է, որպեսզի իր երեխային լավը լինի։ Խրատել է, չէ՞։ Պետք է եղել, որ ծեծել է։ Պետք է եղել դեպքեր եղել, գուցե անկյուն է կանգնացրել, զրկել է ինչ որ բաներից։ Այդ ժամանակ մենք հոր այդ խրատը լիարժեք հասկացել ենք ինչի համար ասում։ Չէ, ժամանակ շատ դեպքերում ասում ես պապաս, մամաս իմ լավը չեն ուզում։ Հիմա երեխեքիս առումով եմ ասում։ Այո, երեխեքը շատ դեպքերում թույլ եմ տալի, որ լացեն։ Թույլ եմ տալի, որ լացեն, եթե պետք է լինում անկյուն եմ կանգնացնում, նույնիսկ այս փոքր աղջկաս, ժամանակ է լինում, որ խիստ խրատում եմ, ասում չէ, տենց չպիտի վարվես։ Տենց չպիտի վարվես։ Հապա ոչինչ թող մնա։ Ինչի, որովհետև եթե հիմա չդաստիարակեմ, եթե հիմա չխրատեմ, ես սեր ցույց տված չեմ լինելու։ Արդյոք դրսի անծանոթ երեխեքին, որ դուս եք գալի, խելոք չեն պահում, սկսում եք ծեծել, խրատել։ Հա՞։ Կարող է ցանկություն կա, կարող է ուզում ենք ինչ-որ ձևով խրատենք, բայց դա մեր պատասխանատվությունը չի, որտեվ իր հայրը կամ իր մայրը կարան գան ասեն դու ով ես։ Ինչ իրավունք ունես իմ երեխայի վրա, չէ՞։ Մենք այդ իրավունքը չունենք։ Հետևաբար որ խրատում ենք, դրանով ինչ ենք ցույց տալիս, որ ինքը իմ զավակն է, նախ եւ առաջ իմ որդին է, եւ նաեւ դրանով իմ սերն եմ ուզում ցույց տամ։ Ես չեմ ուզում, որ իմ երեխան մեծանա անդաստիրակ։ Եթե նույնիսկ այսօր տղաս, երբ որ անկյուն եմ կանգնացնում, չի այդքան էլ տեսնում, որ հայրը իրան սիրում է։ Եթե նույնիսկ աղջիկս չի տեսնում, որ այս պահի դրությամբ հայրը իրան սիրում է, դրա համար նման ձևով հանդիմանում է կամ խոսում է։ Արի։ Հիմա ասում ենք այդ այլ ուզում ցույց տա, որ ասի հիմա կարաս խրատի։ Տեսեք լացեց, այս էլ վառ օրինակ, էլի։ Հիմա ասենք այս լացելուց չպետք է ասենք, վայ, երեխեն լացեց կամ ուրիշ մի բան։ Նպատակը մեկն է, որ փոքրուց պետք է հասկանա, որ կան բաներ, որոնք որ կարելի է, եւ կան բաներ, որոնք որ չի կարելի։ Լավ, սա խառնվան իրար, ոչինչ, ժողովուրդ, երեխա պետք է լացի։ Եվ հեղինակը ինչ է ասում, դրա համար ասում այս պարզ օրինակն եմ ուզում ձեզ բերեմ։ Եթե դուք ունեցել եք երկրավոր հայրեր, վստահ եմ հիմա, երբ որ հիշում եք այդ խրատը արդեն չափահաս տարիքում, շատ դեպքերում ասում ենք լավ է որ նման ձևով վարվե։ Ինչի որտեվ այսօր շատ բաներից ես ազատվել եմ։ Շատ բաներից այդ խրատը ինձ ազատել է, որ ես դրա մեջ չընկնեմ։ Եթե այն ժամանակ դա անհասկանալի էր, հիմա արդեն երբ որ հասունացել ենք հասկանալի է։ Եթե այսօր Տերը խրատում է քեզ ու դեռևս դա քեզ համար անհասկանալի է, մի վհատվիր։ Տերը աշխատանք է տանում քեզ հետ, որպեսզի այդ հասունություն ունենաս։ Որտեվ երբ որ վաղը մյուս օրը գա այդ առիթը, այդ հասունություն ունեցար, շատ հստակ հասկանալու ես, թե ինչի է Տերը թույլ տվել այս ամեն ինչը, ինչի է նման ձևով քեզ խրատել, որն է իր նպատակն եղել։ Ամեն մի ծնող ինչ է ուզում տեսնի իր երեխայի մեջ։ Հավատարմություն կամ վերջի վերջո իմ ցանկությունս այն է, որ իմ զավակները աստվածավախ մեծանան։ Դա է իմ ցանկությունը, դա է իմ գերագույն նպատակը։ Իսկ որն է նպատակը Աստծո խրատի։ Երրորդը, մենք տեսնում ենք, որ Տերը մեզ սիրում է հենց այդ արդյունքը տեսնելով խրատի։ Եկեք կարդանք 10-ից 11 համարները։ Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, ում մասին է խոսքը գնում, երկրավոր հայրերի կամ ծնողների։ Բայց նա մեր օգուտի համար, ուշադրություն դարձնում եք առաջինը, հայրը, որ խրատում է, մեր օգուտի համար է խրատում, ինքը կատարելապես գիտի, որ կարիքը, ինչի կարիք, որ ես ունեմ։ Իմ երկրավոր ծնողներս կատարելապես լիարժեք չգիտեն իմ կարիքը եւ կարող են սխալվել, որտեվ իրանք էլ են մարդիկ։ Բայց ստեղ Աստված ասում է, այն որ Աստված ձեզ խրատում է, ում օգուտի համար է անում, ձեր օգուտի համար է անում։ Դա ձեզ համար է, ինչքան էլ որ դա ձեզ համար անհասկանալի է, ձեր օգուտի համար է անում։
որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք, որպեսզի ճանաչենք Տիրոջը, որպեսզի ճանաչելով Տիրոջը մենք էլ ձգտենք այդ սրբության, մենք էլ ձգտենք այդ ձևի կյանքի, ինչի որտեղ մեղքը ապականում է մեր կյանքը, մեղքի հետևանքը մենք ենք կրելու, Աստված որևիցե բանի, որևիցե մեկի կարիք չունի, Աստված ինքնաբավ է, եւ այն ամեն ինչ որ անում, այն ամեն ինչը որ թույլ է տալի, ոչ թե իր ցանկությունները իրականություն դարձնելու համար է անում, ոչ թե որպեսի այդ իրավիճակում ասենք, հա լավ, հասկացանք, Տեր, դու ամենազորն ես, չէ, սրա մասին չի, Տերն ուզում է, որ ես փոխվեմ, Տերն ուզում է, որ իմ սիրտը փոխվի, որ լիարժեք ճանաչեմ այդ Սուրբ Աստծուն, ճանաչեմ ու փառավորեմ ու ես էլ ձգտեմ դրան։ Եվ ամեն խրատ ուշադրություն դարձրեք, տվյալ պահին ուրախություն չի թվում։ Ինչպես որ երեխա ժամանակ մեզ համար հոր խրատը, ծնողի խրատը ուրախություն չէր, նույնպես եւ հիմա շատ քարոզներ կարաք լսեք, որ ձեզ համար այդ ուրախություն չի։ Ձեզ համար գուցե հանդիմանություն է։ Այլ տրտմություն, ուշադրություն դարձեք, սակայն հետո դրանով դաստիարակվածներիդ, ուշադրություն դարձնում եք, Տիրոջ կողմից դաստիարակվածներիդ արդար խաղաղության պտուղ է տալիս։ Երբ որ Տերը նման ձևով աշխատում է մեզ հետ, մենք սկսում ենք արդար պտուղ տալ։ Այս տերմինը նաև հանդիպում ենք Հակոբոսի գրքում 3-րդ գլուխ 18 համարի մեջ, որտեղ որ նորից այս արտահայտությունն ասում արդարության պտուղը, որ խոսքը գնում է ընդհանրապես բարի վարքի Աստծո փառքի համար պտուղ բերելուն։ Ցանկություն ունենք Աստծո փառքի համար պտուղ բերել, թե ոչ։ Թե ուզում ենք ուղղակի մենք մնանք սենց մեր եսասեր իրավիճակում, որ մենակ ուզում ենք ստանանք, առնենք, թե ուզում ենք պտուղ բերենք, թե ուզում ենք գործնականում մեր կյանքում Տերը փառավորվի։ Եթե երեխային ուղղակի թողնեք ու ամեն բան ինչ որ ցանկանա թույլ տաք, ինչ եք կարծում, այս ամեն ինչը իրան օգուտ կբերի։ Չէ, այս ամեն ինչը իրան օգուտ չի բերի։ Այո, երեխան հրճվելու է, ասելու ամենալավ պապան ու մաման ունեմ, ինչ ուզում եմ, միանգամից սենց անում են։ Ու տես ծնողներ կան։ Ես մեկ անգամ գնացել էի համակարգիչ վերանորոգելու մեկի տանը։ Ու պատկերացեք տան կեսը խաղալիքներով լի էր։ Տան մեջ երկու հատ բատուտ կար, ուշադրություն դարձրեք։ Ինչի, որտեվ զույգ երեխա ուներ, զույգ տղա։ Որպեսզի խնդիր հանկարծ չառաջանա, զույգ բատուտ կար։ Ինչ որ առնում էին, ամեն ինչից զույգ կար։ Այդ երեխեքը այն աստիճան էին սովորել, որ եթե գնացել է խանութ որևիցե մեկը ընտանիքի անդամներից, պարտադիր երկու հատ նույն ձևի խաղալիք պետքա բերեն, եթե չբերեցին, լուրջ խնդրի առաջ են կայնելու ծնողները։ Մեծ շոկներով խաղալիք, ասենց որ տենում ես, այն որ ասում է աշխարհի խաղալիքներն իրանցներ։ Վերևը նորից համակարգիչ ունեին, ներքևի համակարգիչը վերջացրեցի, երկու հարգանի էր, բարձացա վերև, ինչ է կարծում, ինչ կար ընդ լիքը, խաղալիք։ Ու էլի կռիվ էին անում իրար հետ որոշ խաղալիքների առումով, որոշ պլաստիլինի առումով։ Գիտեք, այդ ձևի դաստիարակությունը, որ կարծես դու շատ լավ հայր ես, շատ լավ ծնող ես, որ ինչ ուզեց, մի հատ ծպտուն հանեց, վազելով արեցիր, դրանով մենք սեր չենք ցույց տալիս։ Այլ հակառակը ցույց ենք տալի, սովորացնում ենք երեխային եսասիրություն, որ ինքը ինչ ուզեց, նման ձևով էլ վարվելու է։ Տերը չի ուզում, որ մենք եսասերը մեծանանք։ Տերը չի ուզում, որ մեր կենտրոնացումը մենք լինենք։ Ուշադրություն դարձրեք առաքյալների կյանքը, ուշադրություն դարձրեք բոլոր են 5 տականյան հեղինակների կյանքը, ամեն մարդու կյանքում Տերը թույլ էր տալիս խրատի ձևով, նեղությունների ձևով խրատելու, որպեսզի մեր հայացքը, մեր եսից ինչ անենք, կտրենք։ Հոգևոր մանուկը, վերստին ծնված հոգևոր մանուկը, մտածելու է մենակ իր եսի մասին։ Հոգևոր հասուն մեկը արդեն իրա քթից են կողմ մարդկանց է տեսնելու։ Դրա համար ստեղ ասում է Տերն ուզում է, որ այդ սրբության ձգտեք։ Տերն ուզում է, որ այս արդարության պտուղը բերեք, այն ինչ որ Աստծուն հաճելի է, պտղատու լինեք, որ մարդիկ ձեր վարքի մեջ, ձեր արարքների մեջ Քրիստոսը տեսնեն։ Եսասեր չլինենք։ Ոնց կլինի։ Ինձ այս ձև վարվեցին, ինձ չզանգեցին, ինձ այս չարեցին, ինձ չայցելեցին։ Ախր այս ամեն ինչը մանուկ խոսակցություններ են, սիրելիներ։ Մենք ոչ թե պետքա մտածենք, թե մարդիկ ինչպես վարվեցին մեզ հետ, այլ ես պետքա մտածեմ, Տեր,
ես ինչպես պետք է վարվեմ ուրիշների հետ։ Դրա համար այն նամակի մեջ, որ կարդացինք, ասես ձեր հայացքը միշտ ուղղեք դեպի Քրիստոսին։ Աչու ձախ մի նայեք, ինչ որ մեկը ծառայություն անում է, չի անում, սրա մասին չի խոսքը գնում, սիրելիներ։ Եթե նայելու եք ուրիշներին, ընդհանրապես մի արեք, որտեղ ուրիշների համար եք անում։ Տերը այդ ամեն ինչը տեսնում է ու գնահատելու Աստված իր գործն ունի անելու ձեզ հետ։ Եվ այո, եթե շարունակ նման իրավիճակում գտնվեք, թույլ է տալու նաև ապտակներ է տալու։ Ուժեղ ապտակներ է տալու։ Եթե այդ ապտակների շրջանակում չհասկանանք, նույնիսկ պատրաստ կլինի մեր կյանքը վերցնելու, որտեղ չենք սովորում, չենք լսում։ Որտեղ շարունակ մնում ենք նույն բանի մեջ։ Իսկ եթե լսենք խրատը, ինչ կանենք, կապրենք։ Հիմա եթե ես Եբրայեցիների նամակի եկեղեցին լսեր այս խրատները ինչ կանեին, դարձի կգային, կապաշխարային, Տիրոջը կճանաչեին։ Ու դրա համար ով որ կճանաչեր, կճանաչվեր որպես որդի, որպես զավակ։ Իսկ ով որ կմերժեր, այո գուցե իր համար լավ կլներ, չակերտավոր, ինքը ազատվեց դրանից։ Ազատվեց այդ խրատից։ Բայց ինչ օգուտ դրանից։ Ասում եմ խորթ եք ուրեմն։ Ուրեմն Աստծո զավակ չեք։ Ուրեմն փրկված չեք, ուրեմն սիրելի չեք։ Երկրորդ Կորինթացիս 7-րդ գլուխ 8-10 համարներն եմ ուզում կարդամ։ Երկրորդ Կորինթացիս 7-8-10 Ուշադրություն դարձեք Պողոս Արաքյալը ինչպիսի խոսք է ասում Կորինթացիներին, երբ որ խրատել էր իրենց։ Երկրորդ Կորինթացիս 7-8-10 համարները։ Թեև ձեզ այս նամակով տրտմեցրի, չեմ զղջում, չնայած որ զղջացել է, որտեվ տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել։ Ուշադրություն դարձնում եք։ Մարդիկ կան, ուզում են անընդհատ քարոզ լսեն, որ սենց ոգևորվեն։ Ախր խոսի օրհնությունից, խոսի լավ բաներից, ինչ ես խոսում մեղքից, ինչ որ հանդիմանում ես մարդկանց, լավ բաներ ասեք, որ ավելի շատ մարդ հավաքվի, ավելի շատ մարդիկ ոգևորվեն։ Մարդիկ այս ձև են ուզում, մարդիկ ուզում են իրենց հաճելի քարոզ լսեն։ Պողոս Արաքյալն ասում է, տեսեք, որ այս նամակը գրել եմ ու դուք դրանից տրտմել եք։ Ես չեմ զղջում։ Զղջում եմ մի բանից, որ այդ ազդեցությունը կարճ է եղել։ Կարճ ժամանակի համար եք տրտմել։ Զղջում եմ, որ չեմ կարողացել ել ավելի խորը հստակ ձեր սրտին այդ նամակը սուղեմ, այդ խոսքերն ուղեմ, որպեսզի ձեր կյանքում հստակ փոփոխություններ բերի։ Եկեղեցի չեն գնում, որ թեթևացած տուն գնան։ Շատերն ասում են գնացի եկեղեցի թեթևացա, ասենց ուրախ զվարթ գնում եմ տուն։ Եկեղեցին թեթևանալու համար չի էլի։ Մարդիկ մեղքերով բեռնավորված են գանստե, ասեմ Աստված ձեզ սիրում է, գնացեք, ապրեք ոնց ուզում եք, կարևորը Աստված ձեզ սիրում է։ Ու իրանք էլ ասում են, դե քարոզիչն է ասում, խաչը կողքը կա, Աստվածաշունչն ունի, Աստվածաշունչից էլ կարդում է, որ Տերը մեզ սիրում է, վсё, գնանք ապրենք մեր երջանիկ կյանքը։ Եթե հանկարծ ինչ-որ մեղք էլ կգործենք, կգանք ասենք, դե մենք մեղավոր չենք, դևներ մեր մեջ մտել, արի հովիվ ջան, աղոթե դևը դուս գա, էլի թեթևացած գնամ ու ապրեմ իմ կյանքով։ Սա են այսօրվա քրիստոնյաներից շատ շատերը, այս ձևի քարոզներ են ուզում լսեն։ Մտեք ինտերնետ կտեսնեք, այն քարոզները, որտեղ որ խոսքը չի գնում մեղքից, գեղեցիկ ինչ-որ խոսքեր են գնում, աֆորիզմների տեսքով, անեկդոտների տեսքով, պատմությունների տեսքով, մի հատ նայեք քանի հատ հազար հատ ամեն կգտնեք։ Կտեսնեք քանի հատ սրտիկներ ու լայքեր կտեսնեք։ Ինչի, որտեղ մարդիկ այս ձևի քարոզ են ուզում։ Բայց Պողոսը նման ձևով չէր վարվում։ Ինչու՞։ Հիմա ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, ուշադրություն դարձեք։ Իր նպատակը այն չէր, որ դուք վատ զգաք ու վերջ։ Կորինթացիները իրանց վատ զգային, մեղավոր զգային ու վերջ։ Այլ որովհետև տրտմեցիք, ինչի համար, ապաշխարության համար, այն արդյունքի համար, որը որ այս տրտմությունը ձեր կյանքում բերեց։ Տերը որ խրատում է, նպատակով է խրատում, ինքը գիտի, որ ուզում է, որ մենք դաստիարակվենք նման ձևով, փոփոխվենք մեր կյանքում, չմնանք նույնը։ Չմնանք նույն տեղում ուղակի դոփած, որտեղ շարունակությունը, երբ որ կկարդանք, ինչ է ասում, ասում է Եբրայեցիս նամակի մեջ, այսի մյուս քարոզին կլինի, բայց ասում է ծնկներդ ամրացրա, ոտքի կանգնի, նստել ես, պարկել ես, այս ամեն ինչը ասում են, որ ինչ անես, կանգնես ու վազես, առաջ գնաս։ Նպատակը սեն չի, որ ուղակի ասենք, դե վերջ, կորցվանք, վերջ, ահավոր, մեղավոր մարդ ենք, ինչ կարանք անենք, ոչ մի բան։ Սրա մասին չի նպատակը։ Պողոս Արաքյալը դրա համար չէր այս նամակը գրել, ասում է նպատակը սեն էր,
որպեսի ապաշխարություն լինի, որովհետև դուք ըստ Աստծո ուզածի տրտմեցիք, սա է Աստծո ցանկությունը, որ մեղքի մեջ մենք չուրախանանք, չցնծանք, չմտածենք ամեն ինչ լավ է, այլ հակառակը տրտմենք, որպեսի պայքարենք այդ մեղքի դեմ, որպեսի մեզանից ոչնչով վնաս չկրեք, որովհետև ըստ Աստծո ուզածի ինչ եք, տրտմեցիք, ապաշխարությունը առաջ բերում է տրտմությունը, ինչի համար, փրկության համար, որի համար զղջալ պետք չէ, բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում, ուշադրություն դարձեցիք տարբերությունը, այն որ աշխարհը տրտմությունը բերելով, որտեղ ինչքան աշխարհի վայելքների մեջ մտնես, ամեն անգամ մի փոքր ժամանակ sense ուրախանալու ես, հետո տրտմություն է բերելու, որտեղ լավ էս է փորձեցի, վերջ, էլ ինչ անեմ, ոչ մի բան, ուրիշ բան ես փնտրելու, անընդհատ ինչ-որ մի բան փնտրելու ես, էս է զգամ, էս էլ վայելեմ, էս էլ, արդյունքը ինչ է լինելու, մահ է լինելու, կործանում է լինելու, որտեղ կյանքը տվեցին ինչ-որ մի բանի, որից որ ոչ մի բան չստացար, բայց տիրոջ տրտմությունը այն ինչ որ տիրոջից է գալու, տիրոջ կողմից խրատը հանդիմանությունը տանելու է դեպի ապաշխարություն, դեպի ազատագրում, երբ որ դուք տիրոջ մեջ ազատ կերպով կսկսեք գործել, Աստծո համար պտուղ կբերեք, մենք երբ որ նման բան ենք լսում սիրելիներ, չպիտի տրտմենք, չպիտի ասենք անընդհատ ինչի է սրա մասին խոսքը գնում, որտեղ սա կարևոր է, սա կարևոր է, ես չեմ ասում որ օրհնության մասին չպետք է խոսենք, երբ որ խոսքը դրա մասին ասելու ես խոսելու եմ դրա մասին, երբ որ խոսքը գնա տիրոջ սիրո մասին, խոսելու եմ, այսօր խոսում ենք հենց այդ տիրոջ սիրո մասին, որտեղ Տերը իր սերը արտահայտում է նման ձևով, սակայն շատ քչերն են, որ այս հասկացողությունն ունեն, պատկերացնում են տիրոջ սերը մենակ պետք է արտահայտվի փողի տեսքով, մեքենայի տեսքով, օրհնություններով, ուրիշ ինչ-որ մի բաներով, ինչի կարիք մենք ունենք, մարզվելու հոգեպես խոսքի շրջանակում, որպեսի դարձի գանք, որպեսի ապաշխարենք, որպեսի խոսքի մեջ հասուն լինենք, որ երբ որ Տերը մեզ հետ խոսի, երբ որ Տերը իր խրատով մեզ հետ խոսի, սա ոչ թե տրտմությամբ ասենք Աստված մեզ չի սիրում, ոչ մեկ մեզ չեն սիրում, բոլորի կողմից լքվել եմ, ոչ թե նման ձևով ընկալենք, այլ հակառակը, ես հստակ հասկանամ, որ եթե Տիրոջ զավակ եմ, ուրեմն պետք է խրատ ունենամ, ուրեմն ծանր ժամանակներով պիտի անցնեմ, որ այս ամեն ինչը ում օգուտի համար է, իմ օգուտի համար է, որպեսզի իր համար պտուղ բերեմ, այն պտուղը ինչ որ ինքն է ակնկալում, որպեսզի իմ կյանքում ապաշխարություն լինի, որպեսզի իմ կյանքում փոփոխություն լինի, եթե կյանքիս մեջ փոփոխություն չկա, ուրեմն մերժում եմ այդ խրատը, ուղղակի կողքի եմ դնում, ասում եմ ես կապրեմ այնց ոնց որ ես եմ ուզում, սերներ վախեցեք այս բանից, որ չլինի թե պարզվի, որ խորթ եք եղել, այլ ոչ թե Աստծո զավակ, եկեք աղոթենք, Տեր Աստված փառք ենք քեզ տալիս, որտեվ ամեն վարքյան, ամեն պահ քո սերն է, որ մեզ պահում է, քո սերն է, որ մեզ առաջնորդում է, Տեր, և գուցե գալիս են պահեր, ժամեր, որտեղ որ դժվար է լինում տեսնել քո սերը, երբ որ պատերազմ է, երբ որ կռիվ է, երբ որ ցավ կա, երբ որ խնդիր կա, Տեր, շատ դեպքերում չենք հասկանում, որ դու որպես հայր խրատում ես քո զավակներին, Տեր, Ես մենք շատ անգամներ անգիտակից լինելով Տեր, մերժում ենք խրատդ, փորձում ենք ապրենք այնպես, ինչպես որ մենք ենք կամենում, գուցե և ասում ենք ուր ես Տեր Աստված, ինչու չես տեսնում, որ այս ամեն ինչը մեր կյանքում տեղի է ունենում, չես տեսնում իմ ցավը, իմ լացը Տեր, բայց այդ ամեն ինչը դու տեսնում ես ու իմ օգուտի համար ես անում, որպեսզի ես հոգևոր առումով աճեմ, որպեսզի խրատիդ միջոցով ևս մեկ անգամ հաստատվի, որ ես քո զավակն եմ, որ այո ինձ սիրում ես, դրա համար ես խրատում, և գիտեմ արդյունքը ինչ է լինելու, արդյունքը են նեղությունների, որ կրում ենք, որ քեզ ենք էլ ավելի նմանվելու Տեր, որ քեզ ենք ներկայացնելու աշխարհին էլ ավելի լավ կերպով Տեր, որ ամեն մի քայլը, ամեն մի խոսքը ցանկանում ես, որ արտացոլի քո որդուն Հիսուս Քրիստոսին, Տեր աղոթում եմ, որ ներես մեզ, որտեղ շատ անգամներ այո եսասիրաբար ենք վարվում,
Շատ անգամներ Տեր Աստված չենք նկատում այն ինչ որ պետք է նկատեինք։ Օգնի որպես որդիներ վարվենք այնպես ինչպես որ հարկն է։ Ընդունենք խրատդ, այլ ոչ թե մերժենք։ Փափագենք մեր ականջները, այո, լսենք հանդիմանությունը, որտեվ այդ հանդիմանությունը մեր կյանքում պտուղ է բերելու, այլ ոչ թե ինչ որ ուրախություններ կամ փափուկ բարձեր Տեր։ Օգնի, որ մենք միշտ արթուն լինենք Տեր Աստված խոսքիդ միջոցով, այլ ոչ թե թմրենք ստի կամ մեղքի մեջ Տեր։ Խոսիր մեզ հետ, այո, հանդիմանիր մեզ Տեր, որպեսզի մեր կյանքում ապաշխարությունը դարձ լինի, որպեսզի ապրենք այն կյանքով, ինչ որ դու ես կամենում Տեր, որպեսզի ճանաչենք սրբությունը Տեր, որպեսզի ձգտենք սրբության Տեր։ Ու ամեն ինչի մեջ, ամեն վարքյանում քեզ փառավորենք, որտեվ միմիայն դու ես արժանի ամեն փառքի, որտեվ ամեն բան արեցիր, որպեսզի ես կյանք ունենամ եւ ել ավելի կյանք։ Եվ այո, փառք ես դրա համար։ Փառք ես, որ սիրում ես, այո, սիրում ես խրատելով։ Ու ոչ մի արժանիք չունենք ու չենք էլ կարող ունենանք, եթե քո զավակը չխաչվեր, եթե քո զավակը արյուն չթափեր Տեր։ Ուստի այդ այրյան արժանիքով քո որդու անունով են գալու քո առաջ։ Ամեն։ Thank you.